Ուրբաթը 1999 թվականի հոկտեմբերի 27-ն է։ Ազգային ժողովի դահլիճը դարձավ այն վայրը, որտեղ մի դեղնավուն թղթի ծածկագիր, բանալիի նման, պիտի լռեցվեր, որովհետև դրա մեջ գրվածը կարող էր արժանալ կյանք։ Երբ ուժայինները մտան, այնինչ գտան ոչ ավելին էր, քան մի խճճված թուղթ, սև թանաքով եւ զինանշանային պիտակով, կողքին ձեռքի մատանու հետ, որը չէր համընկել փակ քննարկումների հետ։ Դահլիճի փոշին, թղթի եզրերի հնի տակ խրխված կնիքները ցույց էին տալիս, այստեղ պահվել են այնպիսի փաստաթղթեր, որոնց գոեգզիստանսը սովորական չէին համարում, բայց այդ փաստաթղթերը անհետացան, իսկ հետևանքները մնացին։ Ում ձեռքերում են այժմ այդ թղթերը, ու ինչ բանը կար դրանց մեջ, որը կարծես կարող էր տալ կյանք կամ էլ խլել այն նրանց համար, ովքեր շրջապատել էին Հայաստանի Հանրապետության զորքերին եւ իշխանությանը։ Ամեն մեծ հուշող ուրվագիծը այն էր, թե ինչքան շատ բան էր այդ թղթերի մեջ միաձուլված։ Ամբողջ իշխանական կառույցի անջատված կողոսկրեր, ֆինանսական հոսքեր, թաքուն զրույցներ, ռազմական եւ քաղաքական մեխանիզմերի փոխկապակցված նոտաներ, որոնք կարող էին բացաբանվել որպես ճակատագրական 9 նոտ։ Այդ թղթերի գույնը, ծխագույնը, կնիքների կարմիր խույթը, գաղտնիության գրությունը ցույց էին տալիս, որ դրանք չէին նախատեսված լինելու հանրայնացման համար։ Իսկ երբ հաջորդ օրը նույն թղթերը փնտրտուքի չեն եղել, երբ լսվել է, ինչ որ մեկ օր մեկը վերցրել է դրանք օրենքի սահմաններից դուրս, ապա հենց այդ պահից սկսեց առաջանալ այն հեռանկարն, որը մեզի է հասցնում 3 բառով. միտեղ թաքնված է ճշմարտությունը։ Եվ ճշմարտությունը, եթե այն իսկապես կար, կարող էր փոխել այն երկխոսությունները, որոնց եզրագիծն էր նախագահի եւ վարչապետի միջև աճող լարվածությունը, որի մասին հիմա բոլորն ասում են, որ դա միայն ներքին հակամարտություն չէր։ Վազգեն Սարգսյանի շրջապատում պահված այդ թղթերը, եթե դրանք գոյություն ունեին, կարող էին լինել չկարդացված վերնագրեր, Նյեգովը իրողության, բայց նրանք անհետացան։ Հետո մեկ հարց. կարդացել կարծիոք դրանք մենք երբեք չիմանալու ենք, թե ինչ որ մեկի համար այդ թղթերը իսկապես էին արժեցել կյանքը։ Այս բացվածքի վրա չի կարելի կանգրել միայն որպես զանազան փաստերի շարան։ Պետք է մտնել վտանգավոր գագաթը, որ այդ թղթերը, այդ գաղտնի պիտակները եւ թուլացած անվտանգության փոքր բաց թողումը մեզ ցույց են տալիս մի մեծ պատմություն։ Պատմություն, որտեղ իշխանությունը ինքը կարողը կառուցեց իր կատաղության սարքերը։ Վերջին բառերի անավարտությունը, ժողովուրդ, ամեն ինչ հասկանալի է, բայց որի մի մասը պահպանվել է տեսագրություններից, նշանակեց մի անցքերի շարը, որոնք պետք է բացվեն, բայց փակվել են։ Եվ երբ հարցը դրվում է այնպես, որ այդ թղթերը անհետանում են նույն օրերին, երբ ներքաղաքական դաշինքները, բանակ էլիտա միավորման տեսքով փակում են իրենց դռները, այն բևեռը, որը ստեղծել էր Վիվազգենը, սկսում է շեղվել իր նախագծից, դառնալով սպառնալիք նրա համար, ով նրանց օգտագործել էր։ Իսկ այդ սպառնալիքը միթե դիպչել էր խմելուց առաջ, թե Նեգոյա մահը միայն ցույց տվեց ճաքերը մեկ մեծ մարմնի մեջ։ Դուք ինչ եք կարծում, կարող էր արդյոք մի թուղթ, մի պարկած մատանու հետ ուղղակիորեն փոխել պետական ճակատագիրը, կամ դրա ներսում գրվածը միայն թղթից ավելի էր, քան պարզ տվյալներ, կամ գաղտնի նամակներ բաշխված, քողարկված ձեռքերից մի բուրի համար։ Մեր պատմությունը այստեղ չի սկսում լոկ իրադարձությամբ։ Այն սկսում է մարդու մի կողմով, որի ձեռքում ժամանակակից Հայաստանի մի փոքրիկ հատվածը դարձավ մի մեխանիկ մաս, մի ֆրանսենշտեյնյան ստեղծագործություն։ Նա կառուցեց համակարգ, որը հետագայում նրան կխորտակի։ Վազգեն Սարգսյանը, բանակի մեջ հայտնի որպես սպարապետը, սկսեց որպես գրող, իր նուրբ տողերով, հետո դարձավ պատերազմի առաջնորդ եւ վերջում քաղաքական տեսարանի մի կառույցի սյունը։ Նրա համախոհությունը այն ժամանակների հնիների հետ Կարեն Դեմիրճյանի հետ, որը նրան առնչեց տնտեսությունը եւ խորհրդարանին միավորելու, եւ Ռոբերտ Քոչարյանի հետ, Կտուրեգոնա Երևան բերեց եւ պատրաստեց տեղը նախագահի աթոռի համար, դարձան այն հենքը, որի վրա հսկայական ճնշում սկսվեց։ Նրա ուժը բանակում հանգեցրեց նրան, որ նա դարձավ մի անհատ, ով կոկարող էության մեջ քաղաքական դաշտում փնտրում էր հավասարակշռություն։ Եվ երբ նույնը, ով մի ժամանակ վստահություն էր ներշնչում, սկսեց ղեկավարվել առավել լարված ու անձնական շարժով։ Ով պիտի իմանար, որ այդ կառուցվածքը կարող է վերածվել հակասության, որին նա անվանեց ժողովրդին ծառայելու մի համակարգ։ Բայց ամենամեծ երկխոսությունը նրա շուրջը այն էր, թե նա մինչև ինչ սահման կհասներ իշխանության կուտակմանը։ Նա, ում անունը այսօր հաճախ հիշատակվում է որպես մի տղամարդ, որ ստեղծեց Ֆրանկենշտեյնը, որը հետագայում կպոկի իրեն։ Այս ամենի միջև մենք տեսնում ենք երկու պրոբլեմ։
Առաջին. ինչպես եւ ինչու անհետացան այդ թղթերը, եւ երկրորդ. ովքեր էին նրանք, ովքեր ունեին հետաքրքրություն, որ այդ թղթերը երբեք չհայտնվեն։ Մենք գիտենք միայն մի բան. ինչ որ մեկը, ինչ որ տեղ, անուշադրության մեջ վերցրեց ապացույցները։ Որն էր նրա մոտիվը։ Եվ կախված տարբեր զանգվածներից, այդ շարժումը կարող էր լինել մի բուժման քայլ ընդդեմ անհաշտված հակառակորդի կամ մի նախահարձակություն, որի նպատակը կնվազեցներ մեկի իշխանությունը։ Իսկ դուք, որպես հանդիսատես, ինչ կպատկերացնեիք առաջին քայլը, երբ փաստաթղթերի վրա կնիքները, գույները եւ գաղտնիության նշանները սկսում են պատմել մի ուրիշ լեզվով։ Շարունակում ենք այս ոլոնումը։ Արդյոք այդ թղթերի ճշմարտությունը միանգամայն փոխում էր այդ ամբողջ խաղի կանոնները, թե դրանք միայն մասեր էին մի ավելի մեծ գլուխինի, որը դեռևս փակ է։ Իմ աչքերում դեռ է, պնդում է մի նախկին զինվորականը, ձայնը մխիթարիչ, եւ այն նույն ձեռքը, որ տատանումով դառնում է շփված, երբ հիշում է այն օրը, ասում է. «Մինչև վերջին ոչինչ, ես հավատում էի, որ կարող ենք փրկվել»։ Առաջին բառերը այստեղ են։ Առաջին ճիչը գալիս է նախկին աշխատակիցներից, որոնց ձայները երկար ժամանակ մնացել են փակ դռների հետևում։ Հենց նրա խոսքերը մեզ ասում են այն, ինչ մենք օժտված չենք տեսնել պաշտոնական զեկույցներից։ Ոչ բոլորը հավատացել են, որ իրավիճակը անխուսափելի էր։ Ոչ բոլորն են ուղղակի ընդունել այն գիծը, որը նրանց վերևում էին գծել։ Այս ճանաչումը, որ նրանց մեջ բազմաթիվ կան, ովքեր մինչ օրս շարունակում են պատմություն ասել, բայց երբեք չեն բարձրացրել այն ամբողջությամբ։ Մենք այսօր ճնշում ենք նրանց բառերը, որպես մի բացահայտում, որը ոչ միայն հիշողություններ է, այլ նաև նոր փաստեր է բերում։ Նրանք, ովքեր նախկինում մի կողմի անձնակազմի մեջ էին, առաջին անգամ թեման են բացում, նկատելով փոքրիկ դետալներ, որոնք շատերում տարածված չլինեց։ Օրինակ այն, որ ազգային ժողովը այդ օրը անվտանգության որոշ կանոններ չէին գործել, կամ այն, որ Վազգենի համար նախատեսված մի երկու անվտանգության աշխատակիցներ արտակարգ կերպով թույլատրված չեն եղել շենքի ներս մտնել։ Ամեն մի նման վկայություն մեր ձեռքին դնում է մի հատիկ, որը երբ էության մեջ կհավաքվի, կարող է լուսանցք ցույց տալ ամբողջ ռեալությանը։ Սանհիսության մեջ կան կոնկրետ ձայներ։ Մի նախկին պաշտոնյա, որի անունը մենք այս պահին չենք հրապարակում նրա խնդրանքով, պատմում է, թե ինչպես ամեն ինչ սկսվեց որպես մի նորմալ նիստ։ Նա ավանդական կերպով նստած էր, նախապես ընթերցելու էր իր խոսքը եւ հետո պարզապես նրա խոսքերը դադարում են, ինչ որ բան հիշելով եւ կրկին վերածվում են կարճ ֆնախոսի։ Խոսի։ Այս կերպի վկայությունները գալիս են մի պարզ փաստի շուրջ, այն բանի, որ անձնական թիկնազորին թույլատրվում չէր նույն օրն այնտեղ լինել։ Եվ այդ արտահայտություն ինքնին ունի բացատրություն, որը չի համապատասխանել որևէ ճշմարտաբանության, ինչ սովորաբար անվտանգության կանոններ էին։ Թույլատրելի էր այն, որ այդ օրն այդպիսի բաց թողում լինի։ Եթե այն այդպես էր, ապա պատասխանը կարող է պատմության մեջ մի շատ նրբերանգով լինել լրված քայլ, որն ինքը նաև կարելի է տեսնել որպես ծրագրված թույլտվություն ներսի մտնելու համար։ Այստեղ հարցը ոչ միայն այն է, թե ինչու էին այդ աշխատակիցները դրսում, այլ նաև որն էր նրանց այդ օրը այդ դիրքով բերելու, ինչ տրամաբանություն ունեին հրամանները։ Այդ հարցերը վկայությունների շղթայում վերածվում են բացահայտումների, որոնք պաշտպանում են բոլորիս համար մի պարզ մտայնություն։ Ոչ միշտ է ճշմարտություն այն, ինչ ասում են պաշտոնական զեկույցները։ Իսկ հիմա սիրով վերադառնանք մի դրվագին, որը ըստ բազմաթիվ վկաների սկիզբ առավ նրանից, որ Վազգեն Սարգսյանը, ում տարիների ընթացքում մարդիկ տեսել էին որպես բանակի վեհապետ, վերջում հայտնվեց մի դաշինքի կենտրոնում, որ իր մեջ միավորել էր մի զարմանալի ուժեր՝ բանակն ու հին ներդրումային էլիտան։ Այս դաշինքը միասնություն դաշինք անունով ի հայտ եկավ որպես այն հարթակը, որը թույլ տվեց Վազգենին ու Կարեն Դեմիրճյանին համատեղել իրենց քաղաքական դերերը եւ վերաձևել երկրի կարգը։ Այդ process-ում ներգրավված մարդիկ, նրանց թվում Ռոբերտ Քոչարյանը, Ակտուրեգո Վազգենը բերեց Երևան, դարձան այն քաջերը, որոնց վրա վստահում էին։ Եվ այս տեղաշարժի մեջ մի քանի վկա մեզ ասում են, որ հարաբերությունները սկսեցին ճաքել ամռանը։ Ժամանակին, երբ նախագահն ու վարչապետը սկսեցին այլ կերպ հասկանալ իրենց լիազորությունները։ Ինչին էպիկորեն արձագանքում են վկաների բառերը, ասում են, թե Վազգենը սկսեց վերահսկել տնտեսական հոսքերը եւ կադրային քաղաքականությունը ավելի ուժգին, ինչը դրեց նրան ավելի մեծ իշխանության մեջ, քան մյուսները ուներ։ Եվ այդ նույն ժամանակահատվածը, ըստ վկաների, դարձավ այն պահը, եւ բազմաթիվ մարդիկ վախեցան, որ քաղաքական հավասարակշռությունը փլուզվում է։ Այս վկաների եզրակացությունը ոչ միայն հիշողություն է, այլ նաև փաստերի մի շարք, որոնք մեր առջև բերհանում են մի պարզ հարց։
Միթե համակարգը, որը Վազգենը կառուցել էր որպես անվտանգության եւ կարգի զարգացման մի միջոց, ի վերջո դարձավ այն համակարգը, որը խախտեց նրան։ Եվ եթե այդպես է, ապա ո՞րն է այն հանգամանքը, որ մի մարդ, ով պատկանում էր մարդկանց մի խումբ, որոնցից շատերը նրան տեսնում էին որպես պաշտպան, վերջում դարձավ համակարգի զոհ։ Այս բացատրությունը մեզ տանում է մի անխուսափելի եզրակացության։ Երբ մի համակարգ աշխատում է անձնական հավատարմության եւ ուժի վրա, այն կարող է արտադրել լուրջ կողմնակի ազդեցություններ։ Վազգենի որպես գլխավոր դերակատարի ճանապարհը թեկուզ եւ սկսվել է ազնիվ հրապարակային խոստումների եւ բանակի վերականգնման տեսլականի միջոցով, սակայն Նեգոյա ձեռքով ու կառուցած մեխանիզմներով այն հանգեցրեց նրան, որ այս պատերազմական քաղաքական տաբերանը ավարտվեց մի տխուր իրադարձությամբ։ Սկսած այս վկա արաբերի մասին, մենք պետք է հարց տալ. արդյոք այդ վկաների տեսածն ու հիշածը Վոլենդիգեն են բացատրելու մի ամբողջ տեքստ, թե նրանց պատմությունները միայն մասեր են մի ավելի մեծ մոդելի։ Եվ հատկապես, երբ այդ վկաները առաջին անգամ բարձրաձայնում են այդ փաստերը, ինչքանով նրանք պատրաստ են կանգնել այդ վկայություններում մնացած կյանքում զրկված լինելու հնարավորության դիմաց։ Դուք կուզեք լսել նրանց ամբողջ պատմությունը, եթե նրանց խոսքերը կարող են փոխել ձեր պատկերացումը այդ օրերի մասին։ Մի մարդ եկավ այն երեկոյան, ում անունը չի եղել գրանցված ստանդարտ այցելուների ցուցակում։ Նա մնաց մի քանի րոպե, խոսեց փակ դռների հետևում եւ այդ հանդիպումը թողեց մի օրորոց, որը հետո կհամարվի նախանշան։ Մի քանի օրեր առաջ, որոնց մասին այսօրվա վկաները հիմա հիշատակում են որպես հաճախորդի այց, կան մարդիկ, ովքեր վստահ են, թե այդ այցը փոխեց մի քանի բան։ Այնպիսի բաներ, որոնք արդեն իսկ կարող էին նշանակել քաղաքական առաջնորդության հետագա ճակատագիրը։ Այդ այցից հետո անհետացան որոշ փաստաթղթեր, եւ հարաբերությունները, որոնք մինչև այդ հաստատված էին, սկսեցին բեծ ավելի խոցելի։ Բոլոր նրանք, ովքեր մեզ պատմեցին այդ մասին, ասում էին նույնը. նա ներս մտավ այնպես, ինչպես մտնում է մեկը, որը վստահ էր իր իրավունքին։ Նրա ներկայությունը փակ դռների մոտ տեսնվել էր որպես սովորական, իբր թե մի անձ, որ ունենում էր աներևակայելի իրավունքներ, այնպիսիներ, որոնք պաշտոնապես չեն գրանցվում եւ որոնց մասին չես խոսում բարձրաձայն։ Այդ այցը, ըստ վկահուշերի, շատ արագ դարձավ նշանավոր։ Այն մեջ պարունակված էր ոչ միայն խոսակցություն, այլ նաև մի կոնֆիգուրացիա, որտեղ որոշվեց, ով եւ ինչպես պիտի գործեր հաջորդ քայլում։ Մենք պետք է հիմա հիշենք մի կարևոր հանգամանք։ Վազգեն Սարգսյանը պարզապես չէր միայնակ։ Նրա շուրջը կանգնած էին մարդիկ, որոնք նրան վստահ էին համարում, եւ հենց նրանցից մեկը, Ռոբերտ Քոչարյանը, այն մարդն էր, որ Վազգենը հանել էր Արցախից, բերել Երևան եւ աջակցել Նեգոյա ավտորիտետին։ Այդ մարդը ներկայացավ որպես մի հավատարիմ ընկեր, մի մարդ, ում վրայով Վազգեն շատ բաներ էր վստահում։ Սակայն հենց այն մարդիկ, ովքեր մի ժամանակ անվանել էին «էռել», թույլ սածեցնողներ, հիմա դարձան թերևս կասկածվածներ։ Հավատարիմ ընկերոջ կերպարում ներկայանալը այլ բան է, քան ժամանակի մեջ անշարժություն պահպանելը։ Սերնդափոխության այդ մկանային շարժը, երբ մեկը, ով մեկ ժամանակ փոխադարձ դերակատար է եղել, սկսում է հեղինակություն ունենալ իր տիրապետության տակ, կարող է առաջացնել նախահարձակում կամ ավելի նուրբ տակտիկական փոփոխություններ։ Եվ այսպիսի ներհաղորդ ու երկինքն իմաստով շատ վկաներ երդվում են, որ ամռանը, նախքան հոկտեմբերի իրադարձությունները, հակասությունը Վազգենի եւ նախագահի միջև մեծացավ, եւ նրանց խոսակցությունները ըստ վկաների աչքի էին ընկնում։ Clean being ոչ այնքան ծառայողական, քան անձնական խորությամբ։ Եվ երբ վերաբերմունքը փոխվեց, Վազգեն սկսել է ավելի ակտիվորեն վերահսկել տնտեսությունը եւ կադրերին վերաբերող որոշումները։ Նեգովա պատկերացումը իր դերի մասին նաեւ սկսեց ավելի խիստ ներգաղթել։ Նա մի տղամարդ էր, որը հավատում էր, որ ուժը պիտի ծառայի իրավունքի համար, բայց այդ ուժը դարձավ հենց այն գործիքը, որով ղեկավարվել էր քաղաքական կյանքի մի վերաձևում։ Եվ երբ այդ վերաձևումը սկսվեց կասկած հարուցել այլ մարդկանց մոտ, սկսվեց եկող նախաբացումը։ Թվարկելով այս հանգամանքները, մի պարզ փաստ է թափանցում։ Երբ մեկը, ում դու վստահել ես ամենաշատը, սկսում է այլ ճանապարհ բռնել, հարցը դառնում է ոչ միայն քաղաքական, այլ նաև անձնակ։ Ինչու այդպես եղավ, եւ ինչու Ոզդետ այցը, ըստ վկաների, կարողացել դարձնել այն մոմը, որը հրթեվեց հետո։ Այստեղ ոչ մի բացատրություն չի թողնում մռայլ ֆինալներ կամ շեշտարձակներ։ Մենք խոսում ենք իսկական հարաբերությունների մասին, մարդու եւ Նեգոյա կառուցած համակարգի մասին։ Եվ այս պատմության մեջ կա մի բան, որը հաճախ կրկնվում է վկաների բերանով։ Այն, ինչ մենք անվանում ենք Ֆրանկենշտեյնային էֆեկտ, այն է, որ մարդը ստեղծեց մի համակարգ, որը հայտնվեց ավելի ուժեղ եւ ավտոնոմ, քան այդ մարդն ինքը։ Մարդը դարձավ այն ուժի զոհը, որն ինքն մեկնեց։
Այս դեպքում Վազգենը հիմնադրեց մի կառույց, որտեղ ուժը գերակա էր օրենքից, եւ վերջում նույն այդ համակարգը նրան թույլ չտվեց մնալ։ Եվ հարցը, որը պիտի մեզ բոլորս հուզի, արդյոք որ այցը, որի գոյությունը վկա բանասիրական տեղեկություններով նշվում է, իսկապես էր այն հանգամանքը, որը բերեց դեպի մի տխուր, անկասկած վերջի մի հանգույց, թե ինչ այլ հնարավորությունները կարող էին գոյություն ունենալ, եթե այդ այցելությունը երբեք տեղի չէր ունենա։ Եվ ահա վերջին, սակայն պարտադիր հարցը, որը պիտի մնա ձեր մտքում։ Երբ դու հավատում ես մեկին ամբողջապես, ու նա քեզ փոխում է։ Կամ նրան նոր պաշտոն է պետք, կամ նրան այլ խաղացող է պետք։ Ինչքանով դու կարող ես վստահել նրան։ Դուք ինչ եք մտածում, հնարավոր էր արդյոք, որ այդ անտեսանելի այցը միայն պատահականություն էր, թե նրա նպատակն էր մեկ քայլ առաջացնել, որը վերջապես կփոխի մի մարդուց ստացած քաղաքական խաղը, նրան դարձնելով իր իսկ ստեղծածի զոհը։ Զնակով նպիսանա մոտավորապես 17500/CVC դեպի ընտրությունը, որի մասին երբեք չեն խոսել բաց բամբերությամբ, տեղի էր ունենում ոչ միայն վեր կրացած սենյակներում, այլև նրանց տակ, քար ու երկաթի մեջ կառուցված մի ուրիշ աշխարհում։ Տան դիմացը ազգային ժողովի տակ, ասում են, գոյություն ունեին թունելներ եւ ենթամակարդակ սենյակներ, որոնք ոչ միայն զրահապատ մեքենաների հստակ հուն իտան ապահովում, այլև պահում էին գաղտնի զրույցների փոշոտ ամպերը։ Բաց երաժշտության փոխարեն այնտեղ կար երկաթի սառնությունը, ոտնահետքերի քունքը եւ այն հոտը, որը միայն թունելներում է հնարավոր, խոնավ փողած անտառային հողի համակցությամբ։ Ոմանք հիշում են, Վազգեն Սարգսյանը երեկոյան ժամերին հաճախ անցնում էր անցուղիներով, ստվերների մեջ քայլելով այնպես, կարծես փորձում էր լսել այն, ինչը ոչ ոք չէր շփվում ձայնով։ Ոչ ոք չի պատմել քննարկումների բառերը, բայց բոլորը հիշում են զգացողությունը։ Այդ տեղերը մնում էին ենթադրումից փոխարեն փաստեր պահանջող։ Եվ եթե այդ անքուն վայրերը իսկապես գոյություն ունեին, ապա նրանց նորմալությունը այսպես է հաստատվում։ Գաղտնի ճանապարհները կարող էին ծառայել ընկերական հանդիպումների, արագ բալանսավորման կամ ձեր համար փակ գաղտնիքներից մեկը դարձած հանդիպումների համար։ Բայց նաև կարելի էր մտածել, եթե այդ ուղիներով կարելի էր հեռացնել փաստաթղթեր կամ թույլ տալ, որպեսզի ինչ-որ someone's իրական թողած նշանները անհետանային, դա կասեր ոչ միայն տեղերի ֆիզիկական գոյության մասին, այլև համակարգի մի ուրիշ բնույթի մասին։ Իմ լսած վկաներից մեկը, ում անունը խնդրում է չհրապարակել, հիշում է այն գիշերը, երբ հանվել էին մի սալաքարով փակված դուռը եւ ներքև իջած 5-6 շրջանակներով ջամփով հասել են մի փոքր սենյակի, որտեղ մի տուփ էր, ծածկված փոշով։ Նրա խոսքերը գալիս են հեշտությամբ, բայց ձայնում ճզմված է։ Գծիկ գծիկ, քուոտիթեն, գծիկ գծիկ, 12 գծիկ, գծիկ 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 գծիկ։ Այդ հուշումը վերածվում է ավելի մեծ մտայնության։ Թունելները չէին միայն փոքրիկ տեխնիկական անցումներ, դրանք էին այն հատվածները, որտեղ պետությունը կարողացավ կիստել իր անցորդների բառերը եւ ըստ ցանկության որևէ բան ընթերցել կամ ոչնչացնել։ Եվ երբ այդպիսի առասպելային ելքերն սկսեցին կապվել այն փաստաթղթերի անհետացման հետ, որոնք մենք արդեն հիշում ենք սկզբից, ամբողջ պատմությունը սկսեց ստանալ նոր երանգ։ Մի աշխարհի, որտեղ իրականությունը կարող էր գցվել դեպի ստվերների մեջ։ Այստեղ մարդը հայտնվում է տան ու պետության միջև մնացած մի նրբին գծով։ Թեև պաշտոնապես երկուսն էլ նույն անձին են վերաբերում, նա, ում անունը մենք հիշում ենք որպես Վազգեն Սարգսյան, իսկ ժողովրդի հիշողությունում սպարապետը։ Ընտանեկան միջավայրը նրա համար մնացել էր մի վայր, որտեղ թունելների սառնությունը չէր հասնում։ Նրա կինը, Նեգոյա մայրիկը, նրանց տունը, որտեղ առավոտը դեռ ծնկաչոք սուրճի հոտն է ու թարթող պատուհանների լույսը, պահպանում էին մի կերպար, որը տարբեր էր հրամանների եւ զեկույցների 4 տոնից։ Նրա տունը լի էր թեթև ու տխուր նոտաներով։ Դրանք սխալ չէ ասել մարդկային գիշերային 14-ի տպավորությամբ։ Մեկ գիշեր նա կարող էր գալ խիստ պաշտոնական տեսքով, բայց տանը նեգոժաժեստերը փափուկ էին։ Եվ Նեգովը աչքերի տակ արև չէր։ Կար մեկ տխրություն, որը չէր կարողացվում կարգով բացատրել։ Սենյակները, որտեղ պահվում էին նրա գրքերը եւ նամակները, also պահում էին այնպիսի փոքրիկ նշաններ, որոնք, ինչպես հետո պարզվեց, կլինեին Նեգոյա քաղաքական ճանապարհի էտապ խաչմերուկներ։ Մի նամակ, որը տան մոտ գտնված մի արկրից էր դուրս եկել, վկայում էր ինչ-որ մարդկանց անունների մասին, որոնց մասին հոգևորաբար շատ են խոսել, բայց փաստաթղթի շերտերը վկայում էին, որ այդ անուններն ունեին նաև տեխնիկական եւ ֆինանսական նշանակություն։ Պարբերաբար քաղաքականություն եկավ ու ներխուժեց այդ ընտանեկան հանգրվանը։ Վազգենի որոշումները, զենքի մատակարարումներ, կադրային փոփոխություններ, տնտեսական հոսքերի վերահսկում, բերում էին լարվածություն եւ մեծ պատասխանատվություն։
Նրա մտերիմները հիշում են, նա հաճախ վերադառնում էր տուն հոգնած, իսկ ուշ գիշերվա ժամերին Նեգոյա մտքերը շրջում էին չավարտված հաշվարկների ու մարդկանց շուրջ։ Թունելները չէին միայն փոքր տեխնիկական անցումներ, դրանք դառնում էին այն ինստրումը, որով անձնական եւ սոցիալական հարաբերությունները կարող էին ծառայել քաղաքական վերահսկողությանը եւ գաղտնիության նպատակներին։ Սակայն թունելները, ընտանիքը եւ քաղաքականության խաչմերուկը մի տեղում չէր կանգնում։ Վերգտնվեց նաև գործողությունների եւ գաղտնիի գործողությունների այն աշխարհը, որտեղ որոշումներն էին ընդունվում առանց լուսանկարչության։ Այդ գաղտնի անցուղիները ծառայեցին որպես արագ դուրս բերելու ուղի չկայացած փաստաթղթերի կամ վտանգավոր քննարկումների համար, կամ որպես այն վայրերը, որտեղ հնարավոր էր վերաձևել վճռականությունը առանց հանրային ակնարկի։ Վկաներից մեկը կարելի է հիշեցնել մի ժամանակ աշխատող ԱԺ աշխատակից, որը ասաց. «Կոթե-կոթե, քութ-քութ, 13 քութ-քութ»։ Իմաստը պարզ էր։ Թունելները թույլ էին տալիս ոչ միայն ֆիզիկական տեղափոխություններով վերահսկել փաստերը, այլև անձնական սոցիալական հարաբերությունները դարձնել բրիտա։ Եվ երբ այդ ամբողջ համակարգը ծաղկեց, սկսեց ծագել նաև մեկ այլ հարց, որը շատ ավելի քաղվածքային էր։ Արդյոք այդ գաղտնի ուղիներից որևէ մեկը ծառայեց այն մարդկանց, ովքեր ցանկացան թաքցնել ոչ միայն փաստաթղթերը, այլև մարդկանց լռությունը։ Եթե մի փաստաթուղթ կարող էր անհետանալ սենյակի մի խորթուբորթի տակ, ապա մի մարդ, հնեն ազդեցությամբ, կարող էր անհետանալ ավելի խիստ եւ լուռ եղանակով։ Ոչ որպես մի վեկտոր, այլ որպես մի հիշողություն, որը այլևս չի խոսի։ Եվ սա արդեն անուղղակիորեն բերեց այդ օրը կատարված դեպքերի եւ այն հարցի մոտ, թե քանի հետագա քայլերը հենց այդ գաղտնի ուղիների եւ թունելների ազդեցությամբ համապատասխանեցին։ Այս պատմությունը մեզ ստիպում է նայել ոչ միայն քարերի տակ ընկած ներքևների մեջ, այլև մեզ ելույթներ դարձնող այն մարդկանց աչքերին, ովքեր գիտեին այդ տեղերի գոյությունը։ Եվ երբ մենք հասկանում ենք, որ գաղտնի ճանապարհները հանդիսանում էին ոչ միայն բետոն ու երկաթ, այլ նաև քաղաքականության, ընտանեկան լռությունների ու մարդկանց ապրելու գնով կազմված մի ցանց, մենք հարց ենք տալիս, եթե այդ թունելները կարող էին դառնալ ճանապարհ փաստաթղթերի անհետացման համար, կարող էին դրանք դառնալ նաև այն ուղին, որը վերցրեց ինչ-որ մեկի վերջին ձայնը։ Դուք ինչ կարծիք ունեք։ Արդյոք երկաթի տակ թաքնված անցուղիները ծառայում էին միայն տեխնիկական նպատակների, կամ դրանք նաև գիշերային միջոց էին, որով մի ամբողջ համակարգ կարողացավ լռեցնել ճշմարտությունը եւ մարդկային տառապանքը։ Բայց այն, ինչն ամենաշատը ծանրացրեց մարդկային հոգին, այն սառը գիտակցումն էր, որ տան մեջ ծավալված երկխոսությունները կարող էին մաս կազմել որոշակի օրինաչափության, եւ բաժանումը, ինչ որ պահի, կարող էր վերածվել անուղղելի կորուստի կամ անդառնալի հեռացման, որը այլևս չէր բացվում ու չէր վերադառնում։ Վազգենի տունը դարձավ մի տեղ, որտեղ մի սեղանի շուրջ նստած մարդիկ չէին կարողանում տեղավորել իրենց զգացմունքներն ու պետության պահանջները, եւ երբ այդ երկու աշխարհները խառնվեցին, դրա գինը դարձավ ոչ միայն փաստաթուղթ ու պաշտոն, այլև մարդկային հոգեկան եւ ընտանեկան կենսունակությունը։ Քաղաքական դաշտը այս դեպքում երբեք չթուլացավ։ Այստեղ ամեն մի քայլ դժվար էր, ինչ որ մեկի համար փրկություն, մյուսների համար վտանգ։ Վազգենի բանակը եւ հին տնտեսագիտական ուժերի միաձուլման համայնքը պետք է ապացուցեր, որ ուժը կարող է ծառայել հանրությանը, բայց որակի այս փոխարաջ մատր սկսեց զանազանել։ Երբ իշխանությունը կենտրոնացվեց, սկսեցին հարցեր ծագել. ով է վերահսկում այդ վերահսկողությունը։ Վազգենի մոտ approach, օրենքը ուժով, հետագայում պաշտպանելու մտավախությունը, միաժամանակ բարձրացրեց նաև այն մարդկանց զգուշությունը, ովքեր բացարձակապես չէին ուզում, որ նոր սուբյեկտը կխախտեր կանիլանք շահերը։ Ընդհանրապես ստորակետային մի բուռ պարունակություն, որ տանը գտնվեց, մի քանի նամակ ու թղթեր, սկսեց հիշեցնել, որ ընտանիքում պահված գաղտնիքներն ունեն նաև հանրային սեղմում։ Եվ այդ սեղմումը թույլ չէր տալիս շարունակել կյանքը այնպես, ինչպես նախկինում, հանգիստ ու անխափան։ Բայց այն, ինչը ամենաշատը ստիպեց մարդկային հոգին ծանրացնել, եղել է այն սառը գիտակցումը, որ այդ երկխոսությունները, որոնք ծավալվել էին տան մեջ, կարող էին լինել պատճառը մի որոշակի օրինաչափության։ Երբ մեկը, ում ընտանիքը սիրում եւ երկիրը նրան հարգում էր, կանգնում է նրա երկու կողմում, նա բաժանվում է։ Եվ դեդ բաժանումը, ինչ որ պահի, կարող է վերածվել անդառնալի, որը այլևս չի բացվում։ Վազգենի տունը դարձավ մի տեղ, որտեղ մի սեղանի շուրջ նստած մարդիկ չէին կարող տեղավորել իրենց զգացմունքները եւ պետության պահանջները։ Եվ երբ այդ երկու աշխարհները սկսեցին խառնվել, նրանց գինը դարձավ ոչ միայն փաստաթղթեր կամ պաշտոններ, այլև մարդկանց հոգեկան եւ ընտանեկան կենսունակությունը։
Այս ամենը մեզ ստիպում է հարցնել. արդյոք ընտանիքի սեղանների տակ պահպանված մի խորթուբորտ նամակ կարող էր մարդկանց կյանքերը փոխել նույնքան, որքան քաղաքական որոշումները։ Հետո առնվում է այդ նույն ժամանակահատվածի մեկ այլ կողմը, որը կոչվում է գործողությունների իրական գործիքակազմ։ Անձիքակազմ։ Ամեն անգամ, երբ վարչական կամ քաղաքական շահքն էր պահանջում, որոշումները իրականացվում էին օգտագործելով այն ռեսուրսները, որոնք անհամբեր էին եւ անհավանական։ Թվային թույլտվացություններ, թաքնված հանդիպումներ, արագ փոխանցումներ։ Այդ գործողությունները հաճախ կատարվում էին ոչ միայն որպես պետության պարտականություն, այլ նաև որպես անձնական պահանջ՝ պահպանել ոսկեդրոշները եւ վերահսկողությունը։ Եվ երբ այդ գործառույթը սկսեց անցնել սահմանները, այն բերեց մի իրավիճակի, որտեղ մի մարդու օգնությունը կամ լռությունը կարող էր նշանակել ուրիշի ազատությունը, կամ այլ կերպ սկիզբ առած խնդիր։ Վազգենի շրջապատում այն մարդիկ, ովքեր տեսել էին այդ գաղտնի գործողությունները, հիմա պատմում են, ինչպես փոքր քայլերն են դարձել գլխապտույտ բերել։ Այս ամբողջ պատմության մեջ կա մի խիստ մարդասիրական կողմ։ Մարդիկ, որոնք հայտնվում են այդ տիրույթների մեջ, վճարում են մի գին, որը հազվադեպ հաշվարկվում է պաշտոնների եւ թվերի մեջ, ասում է մի նախկին զինվորական։ Եվ այդ խոսքերը լսելիս հասկանում ես, որ պետությունը կարող է օգտագործել մարդկանց ոչ միայն որպես գործիքներ, այլ նաև որպես հուշանվերներ։ Մարդկային գինը չափվում է ընտանեկան լույսով, քնելու խաղաղությամբ եւ այն տեսակի կողմից, որը երբեք չի վերադառնում։ Վազգենի ընտրությունները, Նեգովա արտաքին եւ ներքին կյանքին համադրելը առաջացրին ոչ միայն քաղաքական հետևանքներ, այլ նաև մարդկային ողբ։ Խորհրդարանում պարզ բաներն արագ դարձան անձնական հակասությունների օբյեկտ։ Վազգենի ընկերներն ու հարազատները, այդ թվում Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, միաժամանակ դարձան ներքին լարվածության սիմվոլներ եւ Նեգովա հաջողության կամ դժբախտության վկաներ։ Այդ փոխհարաբերությունները հաճախ հանգեցնում էին բաժանումների եւ անձնական մրցակցությունների, որոնք ավելի ուշ կորցրեցին հասարակական ու պետական հարթությունը եւ դարձան մաքուր անձնական հաշվեհարդարներ։ Նրա ընտանիքը երբեք չէր պատկերացնում իշխանության ծանրությունը այնպես, ինչպես այն զգացել էր նա։ Մայրը սիրտը պահել էր մի կարծիքով, որ որդին մի ժամանակ սկսեց ծառայել ժողովրդի բարօրությանը, ոչ թե անձնական շահերին։ Այդ պարզ հոգևորությունը վերածվեց բարդության, երբ ընտանիքի խոհանոցը սկսեց հաղորդակցվել կաբինետային բանաձևերի հետ։ Կհիշեք նույն նկարը, տան մեջ նստած օրեր, երբ նա գանագրում էր իր ելույթի տողերը, եւ մայրը բերում էր թեյ, հասկանալու համար, թե արդյոք որդին կարող է հանգիստանի։ Տարօրինա ոչինչ չկար, բայց հարազատները զգում էին, որ ինչ-որ բան փոխվեց։ Նեգովա աչքերը տանում էին դեպի հեռու, Նեգովա ձեռքի շարժերը դառնում էին ավելի կտրուկ։ Եվ իրենք չէին կարող ասել, արդյոք դա միայն քաղաքականության ճնշուցմ է, թե այն ճնշումը գալիս է մի բանից, որը ավելի խորն է, միջանձնային հարաբերություններից, որոնք սկսեցին փոխվել նրա շրջապատում։ Խորհրդարանում քիչ թե շատ պարզ բաներն շատ արագ դարձան անձնական ընդդիմության օբյեկտ։ Վազգենի ընկերներն, Նեգովա հարազատները, որոնց մեջներ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը, սկսեցին միաժամանակ դառնալ ներքին լարվածության վահանը եւ Նեգովա հաջողության կամ դժբախտության վկաները։ Այդ փոխհարաբերությունները երբեմն հանգեցրել են նվիրատիրական բաժանարարների, որոնք ավելի ուշ կընթանան ճկուն նշանակություն։ Ներքին հակասությունները, հատկապես այն ժամանակահատվածում, երբ Վազգեն սկսեց արժևորել կադրային եւ տնտեսական վերահսկողությունները ավելի շատ, դարձան այն ազդակները, որոնք ցույց տվեցին, թե համակարգը իրենից ինչ է պահանջում։ Դա պահանջը հաճախ էկզիստենցիալ էր, կամ դու վերցնում ես իշխանությունը, կամ դու ինքդ լինում ես նրա զոհը։ Ամեն անգամ, երբ ծնողը մի առավոտ արթանում էր եւ գտնում, որ որդին այլևս չի խոսում իրենց մասին ինչպես նախկինում, այն փոփոխությունը ոչ միայն ընտանեկան վիրավորում էր, այլ նաև մի նախանշան այն հաղորդման, որը կհասկանար ողջ երկիրն։ Մեր պատմությունը այստեղ չի սահմանափակվում փաստերի վերջին հղումներով, այն նաև նայում է մարդկային արժեքերը, թե ամեն ինչի դիմաց կարելի է կորցնել ընտանիքի երկիրները, արդյոք այդ գինը արժեր։ Եվ երբ սկսում ես հասկանալ, որ ինչ-որ բաներ այնպես են փոխվել, որ ընտանիքը նույնիսկ չի կարող հայտարարել այն, ինչ հասկանում է, դու սկսում ես հարցնել, արդյոք հայտարարված իշխանությունը թույլատրում էր, որ այդ երկու աշխարհները ամուր մնան։ Բայց հետո մի պարզ բանի հայտ է գալիս։ Betrayal-ը չէ միայն հագուստը թափելու ու հեռանալու մասին։ Այն երբեմն էր երկարատև մի գործընթաց, որտեղ ընկերները փոքր առարկաներ էին թողներ ձգ եւ քայլում դեպի իրենց համար առավել շահեկան կողմը։ Այս ծաղրանի հետևանքով ընտանիքը հայտնվեց մի խաչմերուկում, որտեղ որոշումը միայն պետության ու ընտանիքի միջև չէր, այլև այն վենդետաների, որոնց ճշմարտությունը որոշվում էր անձնական շահերով։ Եվ այստեղ մենք հարցադրում ենք.
Արդյոք դեդ process-ը մի ռազմավարություն էր, թե դա աստիճանաբար ձևավորված վարք էր, որը վերջ-վերջ բերեց մի ողբերգության։ Դուք ինչ մտածում եք։ Երբ ընտանիքը սկսեց հասկանալ, որ նրա որդին է դարձել ոչ միայն ղեկավար, այլև մի մարդ, ով իր իսկ ստեղծած համակարգի մեջ կարող է կորչել, արդյոք նրանք ունեին հնարավորություն կանխելու դա, կամ արդյոք նրանց աչքի առաջը միայն մի ընտրություն էր՝ հաշտվել կամ լռել։ When betrayal-ը եկավ քաղաքականության մեջ, դա մեծ էր։ Մի այնպիսի պատճառ, որը կարող էր փոխել ոչ միայն անձնական հարաբերությունները, այլև ամբողջ քանթրիս ճակատագիրը։ Ինչ-որ մեկը, որին նա վստահել էր ամբողջությամբ, անգամ կատակով, մի օր տրամադրվեց հակառակորդի կողմը։ Այդ դավաճանությունը կարող էր լինել մի անհետևանքալի քայլ կամ երկարատև մանիպուլյացիա, բայց կողմնակի ազդեցությունները նույնքան մարդկային էին։ Մարդիկ, ովքեր երեկվանից բաժին էին, այլև այսօր խոսում էին լռության մասին, վերածվում են թե մեղավորների, թե անմեղների։ Երբ ամեն ինչը սկսեց ավարտվել, երբ վտանգավոր նշանները դարձան ակնհայտ եւ թունելների ստվերները սկսեցին կրկնել հայրենիքի ներսի լեզուները, մենք կանգնած էինք մի հարցի առջև։ Արդյոք նա գիտակցել էր, որ իր կառուցածը կարող է կուլ տալ իրեն։ Արդյոք նա, ով հավատում էր ուժին որպես կանոնավորության ավազակ, տեսավ սեփական երեխաների աչքերում այն ողորմանքը, որը չէր կարող վերածվել օրենքի։ Եվ հիմա, երբ մենք նայում ենք անցյալին, մենք պետք է հարցենք. ինչ արժեք ունեն նման դավաճանություններն, երբ դրանք նշանակում են ոչ միայն քաղաքական տրագիկա, այլ եւ ընտանի եւ մարդու հոգում անդառնալի վերքեր։ Այս պատմությունից որ դասներ նա տալու իր ժողովրդին։ Եթե հնարավոր լիներ վերադարձնել ժամացույցի Slack-ները, մենք ձեզ հարցնում ենք. արդյոք նա կարող էր կանխել իր ճակատագիրը, երբ վստահել էր այն մարդկանց, որոնք մի օր դարձան Նեյգոյա գլխին սուր գողտրիկները։ Ամենաշիկ թաքնվող մարդիկ մի խմբի մեջ էին՝ քչերն ու ընտրյալները, որոնք ճանաչում էին ամենավերջին փակ դռների գաղտնիքները։ Նրանք ոչ միայն գիտեին, որ տասնյակ լծակներ ինչպես են միանում իշխանության մեքենայի անթերի հատվածներին, այլ նաև գիտեին, որ դռներն ինչքան են թույլ տալիս թղթերը անհետանալ կամ հայտնվել։ Այս մարդիկ չէին հագնում հատուկ նշաններ։ Նրանց անունները արձանագրված էին աչքերի չմոտեցվածության մեջ։ Իրենց վերաբերմունքն արտահայտվում էր փոքրիկ ժեստով, մի նոթի, մի հեռախոսազանգի, մի տրաֆալանի տեսքով։ Նրանք գիտեին բժիշկների անունները եւ ընդհանուր կոդը, որի տակ պահվում էին թաքնված պարկուճների փաթեթները։ Նրանք գիտեին, թե որ դեպքերի ժամանակ ջնջվում են որոշ փաստաթղթեր, եւ նրանք կարող էին գիշերային ժամերին քայլել տակտիկորեն, այնպես ինչպես քայլում են մարդիկ, ովքեր ունեն մի կարևոր առաքելություն՝ ոչինչ չթողնել հետևանք։ Եվ այս ամբողջ գիտելիքը նրանց միացրեց մի ընտրության առջև։ Լինել այդ մարդու պաշտպանները կամ լինել նրանք, ովքեր պատրաստ են մեկ քայլով փոխել խաղի կանոնները։ Նա, ով ամբողջ կյանքում վայելել էր վստահությունը, կանգնած էր նրանց շրջապատում, մի քիչ մոռ ու մի քիչ նուրբ։ Վազգեն Սարգսյանի անունը նրանց բերաններում չէր ծնվել որպես հրաման, այլ որպես մի սառն ու հասարակ մի փրկիչ, ում կարող էին դիմել ու բառով գիշերային խնդրանքով ուշադիր լսելու։ Բայց երբ ուժը սկսեց փոխվել, երբ բանակի եւ էկոնոմիկայի ուժերը զուգորդվեցին, այդ մարդիկ սկսեցին զգալ մի վտանգ, որը ոչ միշտ էր արտահայտվում բարձրաձայն։ Ծեծված հակասությունը սկսեց ցուցադրել առաջին մանուշակները, մի փոքրիկ պահվածք, մի արտառոց հրաման, մի տեսքով, որը չէր համապատասխանում նրա նախկին արդարությանը։ Այդ փոքրը դարձավ մեծի ազդանշանը։ Երբ մարդիկ, ովքեր միացել էին նրան, սկսեցին դանդաղ հեռանալ հրամաններից, երբ շնչառությունը սկսեց դառնալ ծանր, երբ աչքերը հազիվ նկատելի հայացքից մի փոքրիկ թախիծ էին զննում, այն զգացումը, որ ինչ-որ մի բան այլևս չի կշռվում։ Այն նաև դարձավ հարված մեջքի ախտանիշը։ Իսկ հիմա պատկերացրեք, դու միաժամանակ ես, եւ բացահայտողը, եւ մատնանշողը։ Դու գիտես բոլոր գաղտնիքներն, բայց պետք է որոշես, երբ Ռուսաստանը փոխելու գիծը ձեր կյանքն է, ինչպես անվանել ձեր քայլը։ Ամսաթիվը չի փոխում ընտրությունը։ Մի մարդ, մի որոշում, մի երկրորդ։ Եվ դուք ունեիք ընտրություն։ Քանի անգամ եք դուք ձեր մեջտեղում զգացել, որ մի որոշում կարող է փրկել երկիրը, բայց միևնույն ժամանակ տարվածի համար լինել հենց այդ նույն որոշման զոհը։ Ջերմությունը սկսում է բարձրանալ ձեր սրտում, ձեռքերը սկսում են դողալ, իսկ դաստակները փորսում են, ինչպես այն պահին, երբ պետք է ասել այն բաները, որոնք կարող են փոխել բոլորի ճակատագիրը։ Այդ ֆիզիոլոգիական ազդանշանները, քրտինքը մազերում, աչքերի տակ փայլը, անկուշտ քունը, դառնում են այն նշանները, որոնցով գաղտնի խմբերը ճանաչում են պայմանները։ Կիսես, թե ոչ։ Հարցը դառնում է նրանց ամենօրյա հանճարը։
Հենց այդպես էլ եղավ։ Մի խումբ մարդկանց ներսում, ովքեր ունեին ամբողջ տեղեկատվությունը, ամեն մի բժշկական թուղթ, յուրաքանչյուր բանակցության նպատակը, անվտանգային հսկաների ցուցակները, կանգնած էր այլընտրանք։ Պահել առաջնորդին, թե փոխել խաղը։ Նրանց որոշումը չէր ծնվել ոչ բարոյականության, ոչ ցուցակների մեջ միայն։ Այն ծնվեց զգացմունքների եւ պրագմատիկայի խաչմերուկում, երբ մի հոգին, որ մյուսներին պաշտպանում էր, սկսեց վտանգել նրանց իսկական կյանքը։ Նրանք կանգրեցին առջև մի հաջորդ քայլի։ Սենյակներում հերավոր խոսակցությունները դարձան վճռական, եւ երբ այդ մարդկանց մեջ մեկը, ում երեսը գրեթե անճանաչելի էր դառնում, ասաց. «Մենք պետք է այլընտրանք գտնենք», մյուսները հասկացել են, որ խաղի կանոնները փոխվել են։ Նրանք գիտեին, որ այդ փոխակերպումը ունի ծախսեր, թուլություն, հեռացումներ, հավանականության մեջ աղմուկ, սակայն գիտակցեցին նաև մի այլ բան։ Եթե նրանք չեն շարժվել, ապա յու ընտրած նոր համակարգը կարող է կուլ տալ ոչ միայն նրանց ժողովրդին, այլև նրանց անձնական կյանքը, արժանապատվությունը եւ այն քիչ հեղինակությունն ու բարոյական իրավունքը, որոնցով նրանք փորձում էին մեջքից պահել երկիրը։ Այդ գիտակցումն էր վերջին ճառագայթը, որը ստիպեց նրանց քայլ անել, նրանով, ինչ նրանք համառեցին անվանել վերջին հնարավորություն, անգամ գիտակցաբար ընդունելով այն ռիսկերը, որոնք հաջորդում էին մեկ ձեռքի շարժմանը։ Պատրանքորեն պարզ մի արտահայտությամբ. դա ոչ թե փաստաթուղթ էր, այլ քարտեզ, սկսում է բացահայտումը։ Դեպքերը մեզ վճռականորեն բերեցին դեպի մեկ փաստ։ Կրում էր կոդ, որը ըստ որոշ վկայությունների սկիզբ էր դնում հաջորդ քայլերին։ Այդ փաստաթղթերը, որոնք երբևէ չպետք է հայտնվեին ակտիվ ռեկորդների մեջ, ունեին ոչ միայն անուններ եւ թվեր, նրանք ունեին մեկ այլ լեզու։ Այդ լեզվով նշված էին ֆինանսական հոսքերը, ուժայինների կապերը եւ այն մարդկանց ցուցակները, որոնց անունը երբեմն հայտնվում էր ինչպես ստվերներում։ Նրանք կոդավորվել էին այնպես, որ միայն որոշակի ատյանների շրջանակներում կարելի էր ընթերցել դրանց նշանակությունը։ Այդ երեկոյի հետևանքով այդ թղթերը անհետացան։ Ինչ որ մեկը թույլ տվեց, որ այդ լռությունն աշխատի, ինչ որ մեկը փակեց դուռը եւ վերցրեց նրանց հետ։ Եվ հիմա, տարիներ անց, մենք կրկին կանգնած ենք հարցի առջև. ինչ գինը ունի այդ կոդի գաղտնիությունը։ Նրանք, ովքեր հիշատակեցին այն դոսիեն, սկսեցին խոսել ոչ միայն այն բանի մասին, թե ինչ էր գրված էջերի վրա, այլև այն մասին, թե ինչպես դրանք ֆիզիկապես դարձան անհասանելի։ Ընտանիքներում եւ կաբինետներում, որտեղ երկխոսությունները երբեք չեն զգայացվել հրապարակայնորեն, նշված մարդկանց անունները նույնիսկ կարող էին լինել հուշագիրներ։ Վազգենի անձնական նամակներից մեկում, որը մնաց կիսատ, կա մի աստիճանավոր շեշտադրում, այն մասին, որ մի քանի անուններ պետք է զննվեն հանրապահպանության մարտահրավերների նպատակով։ Այդ նույն նամակը չի բացահայտում ոչ կոնկրետ գումարներ, ոչ որոշումներ, բայց այն սևագրում է մի տրամաբանություն, իշխանության կենտրոնացում, որը պահանջում էր գաղտնի կոմպետենցիաներ։ Այդպիսի գաղտնի կոմպետենցիաները պետք է պահպանվեին սկսած կոդավորված ֆայլերից մինչև թաքնված օրենսդրական փաստաթղթեր։ Երեկոների ու գիշերների ընթացքում ԱԺ մտնողն ու ելնողն արդեն չէին գրում իրենց անունները պաշտոնական գրանցամատյաններում։ Նրանք սկսեցին օգտագործել այլ չհամարակշիռ թելեր։ Եվ այսպիսի չհամարձակված քայլերը, ըստ վկաների, դարձան այն մեծ սխեմայի մասը, որը մի ժամանակ կոչեցին վարչական վերջին շերտը։ Այդ շերտում որոշումներ էին կայացվում ոչ այն մարդկանց համար, ովքեր ունեին ծրագրեր, այլ նրանց համար, ովքեր ունեին ֆայլեր։ Այդ ֆայլերը չէին միայն փաստաթղթերը, դրանք էին նաև մարդկանց անուններ, որոնց կենսագրությունները կրում էին հատվածներ՝ ֆինանսական, կադրային եւ բժշկական։ Այս համադրության մեջ կոդավորված փաստաթղթերը կարող էին կանգնել որպես վերջին պահը, կամ կնքելու համար, կամ բացելու։ Եվ երբ այն օրը այն թղթերը անհետացան, հարցն այն չէր միայն թե ով վերցրեց դրանք, վեթ հարցն այն էր, ինչու հենց հիմա։ Երբ քուրջիտները սկսեցին պտտվել, մի պարզ ճշմարտություն պարզվեց։ Այդ փաստաթղթերը ոչ միայն ենթադրաբարում էին քաղաքական ազդեցություն, նրանք ունեին նաև անձնական ազդեցություն։ Յուրաքանչյուր էջ կարող էր նշել անուն, եւ այդ անունները կարող էին փոխել ոչ միայն պաշտոնական ճակատագիրը, այլև ընտանեկան ու տնտեսական ճակատները։ Այսինքն, կոդավորված փաստաթղթերը դարձան այն վերջին շանսը, որի շուրջ մարդիկ կամ պետք է պահեին իրենց հավատարիմությունը, կամ պետք է ընտրեին այլ ուղի։ Վազգենի շրջապատից վկաները պատմում են, որ այդ պահին կար մի հոգեբանական լարվածություն։ Հարցը ոչ միայն ռազմական վերահսկողություն էր, այլ նաև ով է պատկանում ճշմարտությանը։ Այստեղից առաջացավ այն պարզ տարբերակը, որի մասին հիմա մենք խոսելու ենք։
Երբ դու վերջնական տվյալներ ունես, պետք է որոշես ինչ անել դրանց հետ։ Բայց կա մի բան, որը մեզ չի թույլատրում գալ մի վերջնական եզրակացության։ Փաստաթղթերի փաստացի բովանդակությունը երբեք չի արտացոլվել հանրային արխիվների մեջ։ Եկան արդյոք այդ փաստաթղթերը դատապարտիչ ապացույցներ, թե դրանք պարզապես մի բաժին էին ընդհանուր այլ արխիվի, որը պետք է պահվեր փակ։ Երբ դրանք անհետացան, մեկը այլևս չէր կարող ասել, դրանք իսկապես բնորոշվում էին որպես վտանգավոր բացահայտումներ, թե դրանք կարող էին վերաբերվել սովորական զեկուցագրերի վերահսկողությանը։ Եվ հենց այդ անորոշությունը դարձավ ամենադանակալի զենք, այն, որ թույլ է տալիս բազմաթիվ մեկնաբանություններ եւ շատ ավելի խորածավալ հարցեր։ Իսկ դուք, լսողներ, ինչ կմտածեք։ Արդյոք այդ փաստաթղթերը իսկապես պահում էին մի գաղտնիք, որը կարող էր սասանել իշխանական հավասարակշռությունը, թե դրանք պարզապես հայթայթված պատճառաբանություն ունեին արագ լուծելու համար մի կարճաժամկետ ներքին տարաձայնություն։ Այդ երեկոն, երբ փաստաթղթերը անհետացան, իր հետ բերեց նաև մի զգացողություն, որն անցավ բոլոր մակարդակներով։ Համակարգն իրեն պաշտպանեց։ Հենց այդ զգացողությունն էր, որը հավասարեց, թե արդյոք Վազգենը ղեկավարվում էր համակարգից, թե նա հանդիսանում էր դրա ճարտարապետը։ Եվ երբ այդ կոդավորված փաստաթղթերը սկսեցին գործել որպես վերջին հեռանկար, շատերը սկսեցին մտածել, որ վերջին քայլը դեռևս կարելի է հետաձգել, սակայն ժամացույցը անհապաղ էր։ Ինչ եք կարծում դուք։ Կարող էր մի տետր, մի կոդ, մի դոսիե իրականում կազմել մի վերջին հնարավորության քայլի համար, որը կարող էր փրկել կամ խորցանել լիարժեք իշխանական հավասարակշռությունը։ Այս ցև, հարցնուղում եմ ձեզ, եթե գաղտնի ֆայլերը մեկ օր կարող էին փոխել ոչ միայն քաղաքական, այլև ընտանեկան ճակատագրերը, դուք ինչ անելով կմնայիք, բացահայտել դրանց բովանդակությունը, թե թույլ կտայիք ժամանակին տիրելու նրանց չգտնվելու հանգստին։